Անավատներ բանավանում ակն այդ որ իշխանությունները կամ չարում բանդերը քաղաքները կանելով համալրելու գործում դրամապարացիոն ոդկասթի համահեղինակների գործում ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը հաջողվի նորդավական ուզությունների սցենար այստեղ երբեմն Շնորհակալություն դուք խոսում եք մոլդովական սցենարի մասին Ես մի քիչ հերվից գամ, որ մեր լսարանին, հեռուստադիտողներին էլ պարզ լինի, ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ես ուզում եմ հիշեցնել, որ սրանից ամիսներ առաջ կամ տարի առաջ Սլովակիան մի հատ շատ խարիզմատիկ լիդեր ունի, վարչապետ։ Խոսքս Ֆիցոյի մասին է։ Ֆիցոն իր մահափորձից, իր դեմ կազմակերպած մահափորձից հետո ակնարկեց կամ բացահայտեց որ մահափորձից առաջ սպառնալիքներ էր ստացել Եվրամիության բյուրոկրատիայի կողմից։ Բայց Մոլդովայից առաջ, այս բոլորը մի շղթայի մեջ են, դրա համար եմ հեռվից գալի։ Մոլդովայից առաջ մի հատ ավելի մեծ խայտառակություն տեղի ունեցավ Ռումինիայում։ Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջի փուլում պահպանողական կամ աչարմատական Ջորջեսկուն հաղթեց ընտրություններում, առաջի փուլի ընտրություններում նա առաջատարներ, երկրորդ փուլ էր դուրս եկել շատ մեծ ձայնային մկրատով, հա? Այդ հաղթանակից հետո Ռումինիայի սահմանադրական դատարանը որոշեց չեղարկել ընտրությունների արդյունքները, Ջորջեսկուին դուրս թողել ընտրական կամպանիայից, այն պատճառաբանությամբ, որ իբր ռուսական աջակցություն կա Ջորջեսկուի կամպանիային։ Հետո ամիսներ անց ռումինական իշխանությունը խոստովանեց, որ այդ մեղադրանքը մտածածին է եղել, բայց այդ ամիսների ընթացքում հասցրեցին Եվրոմիության բյուրոկրատիայի քիմքին հարազատ մի հատ տեխնացուի դարձնել Ռումինիայի նախագահ։ Մոլդովական մոդել, որ ասում ենք, ինչ նկատի ունենք, դա ապօրինի ֆիլտրումների համակարգն է։ Դա ըստ էության մոլդովական հասարակությանը մոլդովական հասարակությանը հայտարարված հիբրիդային պատերազմ էր։ Սա փորձեցին, բայց ոչ Ռուսաստանի, այս դեպքում բյուրոկրատիայի կողմից։ Այդ ֆիլտրումների համակարգով իրանք փորձեցին հաճելի պատկեր ստանալ Եվ դա իրաց մոտ Մոլդովայում ստացվեց։ Արդյոք մոլդովական տարբերակը կարող է 100%-ով Հայաստանում կրկնվել, վստահ չեմ։ Տարբերությունները շատ են։ Նախ Մոլդովայում Եվրամիության ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Մոլդովան Եվրամիության անդամության տեխնացու է։ Ի տարբերություն Հայաստանի։ Մոլդովան Եվրամիության հետ ունի ընդհանուր սահման։ Երկու։ Տարբեր են մոլդովական ընդդիմությունն ու մեր ընդդիմությունը։ Այնուամենայնիվ չմոռանանք, որ մոլդովական ընդդիմության մի հատվածին կոնսոլիդացնում էր Շոր անունով մի գործարար, որը իսկապես գտնվում է Ռուսաստանում եւ բացահայտորեն ինչ-որ ռուսական թեզերի մասին էր խոսում։ Հայաստանում այս վիճակները չկա։ Եվ ես հույս ունեմ, որ այս առանձնահատկությունները մեզ կօգնեն, որ մոլդովական մոդելը Հայաստանում չկիրառվի։ Այո, այն 15 միլիոն եվրոն, որ տրամադրվել է Հայաստանի իշխանությանը Կայա Կալասի կողմից կամ Եվրամիության կողմից, դա Հայաստանի ներքին կյանքին միջամտելու ինստիտուցիոնալիզացված փորձ է։ Դա չէ մերկի։ Այո, դա Հայաստանում մոլդովական մոդելը կրկնելու փորձ է։ Դա էլ չէ մերկի։ Բայց արդյոք այդ մոդելը Հայաստանում կարող են կիրառել, թե չէ, կախված է մի բանից։ Ես քիչ առաջ այդ մասին խոսում էի։ Մեզ կհաջողվի մեծ բարձր ակտիվություն հաղորդել ընտրություններին, թե ոչ։ Եթե ցածր ակտիվությամբ ընտրություններ լինում, մոլդովական մոդել էլ այլ մոդել էլ Հայաստանում կարող է կիրառվել եւ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրվել։ Եթե բարձր մասնակցություն է գրանցվում, կարող է հակառակ բան տեղի ունենալ, կարող է հայ ժողովուրդը ԿՊԱ-ական իշխանությանը փաթեթավորել եւ ուղարկել Կայա Կալասի որպես օժիտ։